Երբ որ մարդը հաշտվում է Աստուծո հետ, Աստված էլ այդ մարդու թշնամիներին հաշտեցնում է իր հետ։ Երբ որ մարդը հաշտվում է Աստուծո հետ, մարդը սկսում է նաև հաշտվել ուրիշ մարդկանց հետ։ Աստվածաշնչում մի այսպիսի պատմություն կա Հակոբ անունով մի մարդու մասին, ով անարդար էր վարվել իր հոր և եղբոր նկատմամբ, Եսավի նկատմամբ, և եղբայրն ասել էր կսպանեմ իմ եղբորը։ Հակոբը փախավ ուրիշ երկիր, 20 տարի պանդխտություն արեց ուրիշ երկրում, իրեն էլ այնտեղ խաբեցին, շատ խաբեցին, բայց Աստված օրհնեց Հակոբին, հետո կասեմ թե ինչի համար, և Հակոբը հիմա վերադառնում է իր հայրական երկիրը, որտեղ նույնպես նրանք պանդուխտ էին, և կանայք ունի, երեխաներ ունի, մեծ հոտեր ունի, հետ է վերադառնում և մեկ էլ իմանում է, որ իր եղբայր Եսավը 400 զինված մարդկանցով գալիս է իր վրա։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, հույս ունեմ, որ ձեզ հետաքրքրեց այս պատմությունը, հիմա ձեզ պատմելու եմ, թե այս պատմությունը ինչ նախաբան ունի, հետո ինչ եղավ, և մենք եկեք տեսնենք աստվածաշնչյան օրինակով, թե ինչպես է լինում, որ երբ որ մարդը հաշտվում է Աստուծո հետ, Աստված էլ այդ մարդու թշնամուն կամ թշնամիներին հաշտեցնում է իր հետ։ Ոչ մի մարդ անհույս չի, ամեն մարդու համար հույս կա, գիտեք ինչու՞։ Որովհետև երբ որ Աստուծո շնորհը կպնի այդ մարդուն, երբ որ Աստուծո շնորհը թափանցի այդ մարդու մեջ, այդ մարդը կփոխվի։ Բայց թե ինչպես է դա լինում, մենք նաև կարող ենք խոսել այս ձայնագրության մեջ։ Ուրեմն Աստվածաշնչում մի այսպիսի պատմություն կա Հակոբ անունով մարդու մասին, ով որ Աբրահամի թոռն էր, Իսահակի տղան։ Այնպես եղավ, որ ինքը անարդարություն և մի տեսակ անազնիվ բան արեց իր հոր նկատմամբ և եղբոր նկատմամբ առաջնեկությունը մի տեսակ ոնց որ վերցնելով։ Եվ եղբայրը շատ բարկացավ, ասեց սպանելու եմ եղբորս, եղբոր անունը Եսավ էր։ Հակոբի մայրը Հակոբին ասեց փախիր եղբորս մոտ, իր հայրական տունը, կարծեմ Ասորեստան էր, գնա այդ կողմերը։ Հակոբը փախավ ուրիշ երկիր և 20 տարի իր եղբայր Եսավից այնտեղ պատասպարվում էր։ Այնտեղ ամուսնացավ, Աստված իրեն օրհնեց, հարստացավ։ Ոչ թե Աստված արդարացրեց Հակոբի անարդար վարքը, այդ մեղմ ասած էլի անարդար վարքը իր հոր ու եղբոր նկատմամբ, այլ Աստված կարող է օգտագործել ցանկացած իրավիճակ իր կամքը կատարելու, իր ծրագիրը կատարելու համար։ Հակոբին այնտեղ խաբեցին 14 տարի իր քեռին, իր մոր եղբայրում, որ պատասպարվում էր, 14 տարի խաբեց, ինչա թե երկու աղջիկներին կնություն տա, հետո էլ 6 տարի էլ աշխատավարձներ փոխում, մի տեսակ ոնց որ ձրի աշխատուժ կամ էժան աշխատուժ աշխատացնում էր, վերջում Հակոբը ասեց սենց չի լինի անարդար, ինքն էլ ելավ, որ ետ գնա իր հոր տուն, և Աստված էլ ասեց վեր կաց հավաքի ամեն ինչ, գնա քո հայրական տեղը։ Տեսնում եք հələ որ ինչ է լինում։ Ինքը իր հոր ու եղբոր նկատմամբ անարդար վարվեց, փախավ մի երկիր եղբորից պատասպարվելու համար ու այստեղ 20 տարի իր նկատմամբ անարդար վարվեց իր սեփական քեռին, 20 տարի։ Հələ որ այստեղից ինչ դաս ենք սովորում, որ մի բան որ դու վերցնես, որ քոնը չի այդ պահին, մի արա։ Դու կարող ես այսօր հարստանաս, դու կարող ես այսօր կաշառք վերցնես, գնաս 5 աստղանի հյուրանոցներում հարստանաս, բայց դու մի օր պետք է դա դուրս տաս ինչ-որ մի ձևով։ Քեզանից դա պահանջվելու է։ Մենք միշտ հնձում ենք այն, ինչ որ ցանում ենք։ Մեր ժողովուրդը սենց խոսք ունի, չէ՞, ինչ ցանես, այն կհնձես։ Գիտեք, այդ Աստվածաշնչից է գալիս։ Պողոս առաքյալն է գրում իր նամակներից մեկում, պարզապես այնտեղ գրում է, ասում է, որ մենք միշտ հնձում ենք այն, ինչ ցանում ենք։ Եթե դու ցանել ես անարդարություն, ուր էլ փախնես, Ամերիկա գնաս, Ֆրանսիա գնաս, միլիարդ հատեր տների մեջ ապրես, միլիարդ հատեր, դու դա մի օր հատուցելու ես, դու դա չես կարողանալու կուլ տաս։ Դրա համար նայեք ձեր խղճերին, նայեք ձեր սրտերին, սիրելի ժողովուրդ, որ եթե այդպես բաներ եք կարել, ինչքան կարող եք հատուցեք, որ Աստված ձեզանից չպահանջի այդ բանը, եթե դուք գոնե հատուցեք, զղջակ ու խոստովանեք։ Ինչևէ, հիմա Հակոբը վերադառնում է, կանայք ունի, երեխաներ ունի, գառներ ունի, հարուստ մարդ ու վախենում է ինքը Եսավից, որովհետև Եսավն ասել էր կսպանի իր սեփական եղբայրը, ու մեկ էլ իմանում է, որ Եսավը 400 զինված մարդկանցով գալիս է իր դեմ։ Գալիս է Եսավը, Հակոբը վախենում է,
եւ Հակոբը հերվից Եսավին տեսնելուց 7 անգամ ծնկի է գալիս, երկրպագում է Եսավին, ու մեկ է զարմանալի մի բան։ Եսավը փաթաթվում է իր եղբոր Հակոբին, վզովն է անկնում եւ ասում է եւ ուրախանում են իրար հետ։ Չեմ հիշում ճիշտ ասած ներքին ինչ ասում, վզովն անկնում փաթաթվում են եւ ասում են երկու եղբայր լաց են լինում։ Հաշտվում են իրենք այդտեղ։ Եվ շատ լավ է լինում այդ հաշտությունը, բայց այդ ո՞նց եղավ, որ սենց եղավ։ Արդյոք կար մի բան էս պատմության մասին, որ ես ձեզ չպատմեցի դեռ, որ գրված է Աստվածաշնչում։ Դրա նախորդ գիշերը Հակոբը աղոթում է Աստծուն, երևի ծնկի է գալիս, եւ այսպիսի խոսքեր է ասում Աստծուն։ Ասում է ես արժանի չեմ բոլոր այն արդարություններին ու ճշմարտություններին, որ դու արեցիր իմ նկատմամբ։ Ոնց որ Հակոբը Աստծուն ասի, ես արժանի չեմ բոլոր այն ողորմություններին ու օրհնություններին, որ դու տվեցիր ինձ։ Տեսեք մարդը ոնց էր փոխվել։ Ու այդտեղ ոնց էր ինքը հաշտվել Աստուծո հետ։ Խաբել էր հորը, խաբել էր եղբորը, փախել էր օտար երկիր, ունդեղ իրեն խաբում է իր քեռին, ասում է Հակոբն ուզում է Ռեբեկայի հետ ամուսնանա, Լաբանը իր քեռին ասում է 7 տարի աշխատի, աղջկաս կտամ քեզ, քեռին է ասում։ Հակոբը 7 տարի աշխատում է, երեկոյան, որ առաջի գիշերը պետք է լինի, Լաբանը այն մյուս աղջկան է մտցնում Հակոբի մոտ, առավոտ Հակոբն ասում է, ինչ արել, ես Ռեբեկային էի սիրել, դե ասում է բան եւ այլն, որ Լիա էր անում, այդքան երևի սիրուն չէր, բան չէր, կարող Լաբանը մտածում էր, տունը կմնա այս աղջիկը, թե sense չլինի։ Հակոբը ասում է, ես Ռեբեկային եմ սիրում, բա ինչ անենք, Լաբանն ասում է, դե արդեն պարկել ես, հետո sense չլինի։ Լավ 7 տարի էլ աշխատի, Ռեբեկային են կտամ քեզ։ 7 տարի էլ աշխատում, Ռեբեկային է վերջը տալիս։ Հետո ասում է, դե բարեկամ ենք, այնտեղ արդեն թորներն են ծնվում, բան, ասում է, կուզես մնաս տեղ աշխատի, Հակոբը մնում աշխատում, այս Լաբանը հա աշխատավարձի հարցը փոխում է, բանը անում։ Մի խոսքով Հակոբը կյանքի կողմից ծեծվում է, բայց Աստված իրան օրհնում է, որովհետև երևի սկսում է խոնարհվել, ու մի խոսքով երբ որ ինքը հետ է վերադառնում, այդ ժամանակ Աստված Հակոբը այդ գիշերը աղոթ կանում, ասում է, ես արժանի չեմ այս ամեն ինչին, որ դու ինձ տվել ես։ Սա գիտեք ում է նման, սա նման է այն ավազակին, որ խաչի վրա ասում էր Տեր Հիսուսին, մենք մեր գործերի այդ մյուս ավազակիները ասում էր, մենք մեր գործերի արժանի հատուցումն ենք ստանում։ Հակոբն էլ ասում է, ես արժանի չեմ այս ողորմություններին, օրհնություններին, ճշմարտություններին, բանին, որ դու տալիս ես ինձ։ Հակոբը հաշտվեց Աստուծո հետ։ Եվ այդ հաշտության արդյունքը հաջորդ օրը իր եղբայր Եսավը, որ 400 զինվորներով, 400 զինված մարդկանցով գալիս էր, իր դեմ ինչ էր 400 զինված մարդկանցով գալիս։ Չգիտենք Աստվածաշունչը չի հստակեցում, բայց 400 մարդկանցով գալիս էր իր դեմ, մեկ էլ իջնում է, գալիս է, փաթաթվում է եղբորը եւ ասում է երկու եղբայր լաց եղան, հաշտվեցին իրար հետ։ Նիկոլայ Սերբացին իր պատերազմ եւ Աստվածաշունչը գրքում էլ այդպիսի միտք ունի, ասում է. մարդը կռվում է մարդու դեմ, որովհետեւ մարդը հաշտ չի Աստուծո հետ։ Երբ որ դու տիեզերքի արարչի հետ հաշտ չես, ապրում ես քո ցանկությամբ, քո ուզածով, քո պատկերացմամբ, իմ Աստված իմ սրտի մեջ է, դու ոչ մի բան չգիտես Աստծո մասին, դու չգիտես տիեզերքի արարիչը ինչ է ասել, Աստվածաշունչը չես կարդում, դու հորինում ես քո համար մի հատ սպիտակ մորուքով պապիկի, որը որ պետք է դավրոտա քո բոլոր ուզածներին։ Այսի նշանակում է դու ոչ թե Աստծուն ես ճանաչում ես, նշանակում է որ դու քո սեփական ցանկությանն ես Աստված դարձրել, դու կուրք ես կերտել ու դու այդ կուրքին ես պաշտում, դու դարձել ես կռապաշտ, դու հաշտ չես իրական Աստծու հետ, որի բռի մեջ է քո շունչը։ Բայց Նիկոլայ Սերբացին ասում է, որ մարդը պետք է հաշտվի Աստծու հետ, Աստվածաշունչն ասում որ մարդը պետք է հաշտվի Աստծու հետ, եւ Նիկոլայ Սերբացին ասում է, որ մարդը կռվում է մարդու հետ, որովհետեւ մարդը կռվում է Աստծու հետ։ Ադամից սկսած մարդը կռվում է Աստծո հետ այդ ժամանակներից։ Դրա համար երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը ծնվեց, հրեշտակները երգեցին Աստծին հաշտություն, հիշում եք այդ մասը։ Դրա համար սիրելի բարեկամներ, շատ կարևոր է որ մենք միշտ խոսում ենք, չէ, եկեղեցին սովորացնում Աստվածը, դարձեք առ Աստված, դարձեք առ Աստված, բայց այդ դառնալը մենակ ամբողջ պատմությունը չի։ Լավ դարձակ առ Աստված, ասենք մենք գալիս ենք Աստծո հետ։ Ինչ է պետք դրանից հետո։ Հաշտություն է պետք Աստուծո հետ, պետք է հաշտվել։ Մի մտածեք, որ ձեր հարաբերությունը
շատ ընտիր լավ հարաբերություն Աստծո հետ։ Ես էլ չեմ մտածում, որ իմ հարաբերությունն է լավ ընտիր հարաբերություն Աստծո հետ, որովհետև ամեն անգամ, երբ որ մենք սայթակում ենք, մեղք ենք գործում, կամա թե ակամա, վիրավորվում է այդ հարաբերությունը։ Ինչպես նաև երկու ընկերների մեջ է դա լինում։ Երկու ընկերներ, որ իրար հետ վիճում են կամ իրար հետ չեն խոսում, ինչ է լինում, պետքա լավ մեկը մեկին դարձան, պետքա հաշտվեն, չէ՞ իրար հետ։ Երբ որ այսպես էլ Աստծո հետ Պողոս առաքյալը իր նամակներից մեկում գրում է, ասում է, մենք Աստծո հաշտարարներն ենք երկրի վրա, այսինքն այդ հաշտությունը տեղի է ունենում Տեր Հիսուս Քրիստոսի մեջ նրան հնազանդվելով իր եկեղեցու կյանքին մասնակցելով, ոչ թե գնում են եկեղեցու մեջ բարեշումն ու վсё, չէ, եկեղեցու ամբողջ կյանքին մասնակցելով, Կիրակի օրերը պատարագի մասնակցելով Տեր Հիսուսի հետ հաղորդություն վերցնելով Տեր Հիսուսի մարմնին եւ արյանը հաղորդվելով, Աստուծո պատվիրանները կատարելով, եկեղեցու թելադրանքները ու այդ կյանքի ճանապարհը, որ եկեղեցին Քրիստոսով ցույց է տալիս, այդ կյանքին մասնակցելով, սեփական մեղքերը խոստովանելով, եկեղեցու խորհուրդներին մասնակցելով, այսպես է լինում հաշտությունը, այլ ոչ թե քո պատկերացնում։ Ես տունը կաղոթեմ։ Հա տունը աղոթի, հետո որ վարդմերնի եւ ինչ պիտի անես, եթե դու չհաղորդվես Տեր Հիսուս Քրիստոսին, տունը օթից ու հաղորդություն չես ստանալու։ Իսկ Տեր Հիսուսը Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխում ասում է, չէ, եթե իմ մարմինը չուտեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ու մի քանի անգամ է դա ասում, եթե իմ մարմինը չուտեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Սրա համար ենք մենք գնում պատարագի։ Սրա համար ենք մենք քրիստոնյաներս երկուշաբթի օրը անհամբեր սպասում, թե երբ պիտի գա մյուս կիրակին, արդյոք կհասցնենք մյուս կիրակին նորից հաղորդվելու Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ եւ պատվական մարմնին եւ արյանը։ Ուրեմն այսպեսի բան կա, սիրելի ժողովուրդ, ինչպես ասի, երբ որ մարդը հաշտվում է Աստծո հետ, Աստված էլ այդ մարդու թշնամիներին հաշտեցնում է իր հետ։ Եվ ոչ մի մարդ անհույս չի։ Եթե Աստված Եսավի սիրտը կարողացավ փոխել, որը որ 400 զինված մարդկանցով գալիս էր իր եղբոր դեմ ու ասել էր կսպանի նրան, նույնպես էլ Աստված կարող է ցանկացած մարդու սիրտը փոխել իր շնորհը այդ մարդու մեջ ներարկելով։ Աստված հավատում է մեզ, որ մենք կարող ենք փոխվել։ Հակոբը փոխվեց, հաշտվեց Աստծո հետ։ Այդ երկար ճանապարհից, կյանքի կողմից այդքան ծեծվելուց, խոնարհվելուց հետո եւ այդքան օրհնվելուց հետո ասաց. ես արժանի չեմ։ Մենք էլ սիրելի բարեկամներ, հաշտվենք Աստծո հետ, դառնանք Քրիստոսին, վերցնենք Աստվածաշունչը կարդանք, սովորենք, ամեն կիրակի պատարագի մասնակցենք, գնանք մեր քահանայի հետ խոսենք, ասենք Տեր այր, ես ուզում եմ ապաշխարության կյանք ապրել, որտեղից սկսեմ, ինչպես անեմ, ինչ ճանապարհ ցույց տուր, ես ինչպես հաշտվեմ Աստծո հետ։ Իմ խիղճը տանջում է այս բաների վրա։ Եվ այսպես, երբ որ մենք հաշտվենք Աստծո հետ, ոչ միայն հավիտենական կյանք կժառանգենք, այլ նաև կհաշտվենք մեր թշնամիների հետ եւ Աստված էլ մեր թշնամիներին կհաշտեցնի մեր հետ։ Եթե զայնագրությունը ձեզ օգտակար եղավ, սիրելի բարեկամներ, կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ մարդիկ իմանան, դրեք թող ձեր երեխաները լսեն, ձեր բարեկամները լսեն եւ միացեք մեզ Աստվածաշունչն ամեն օր Telegram ալիքին, այսպես Աստվածաշունչը ամեն օր տասնյակ հազարավոր հայ մարդկանց հետ միասին սովորելու համար։ Եվ մեր Փրկիչ Տեր Արքայից Արքա Քրիստոս Աստծուն, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին օրհնություն եւ փառք Հավիտյանս Հավիտենից, ամեն։